Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր հունիսի 11-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Այսօր էլ կշարունակենք ներկայացնել շնորհավորական խոսքեր ուղղված Նիկոլ Փաշինյանին և քաղ պայմանագրին հաղթանակի կապակցությամբ այս վերջի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Դոնալդ Թրամփը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին։ Իր ուղերձը շատ հետաքրքիր էր, անպայման այդ ուղերձի մասին մենք կխոսենք։ Մի քանի խոսք կասեմ դիտորդական առաքելությունների մասին, որոնք եւ ՀՀԿ-ի եւ ԱՊ երկրների, որոնք այս դիտորդական առաքելությունը կատարեցին ու նախնական իրենց զեկույցները սկսեցին ներկայացնել, դրա մասին էլ մենք կխոսենք։ Ռուսաստանի արձագանքը մեր ընտրությունների նկատմամբ, Ռուսաստանը, ինչքան հասկանում եմ, առաջի 3 օրը շոկի մեջ էր, 8-ին, 9-ին եւ 10-ին հունիսի շոկի մեջ էր, հիմա կամաց շոկից դուրս են գալիս ու նորից սկսում են սպառնալ։ Սերգեյ Լավրովը սպառնում է, որ մեզ կհանեն հապկից։ Նախ, եթե մեզ հանեն հապկից, ես շնորհակալություն կհայտնեն, նաև այդվում Սերգեյ Լավրովին, բայց այդ սպառնալիքի քաղաքականությունը իրանք շարունակում են։ Ռոսսելխոզնadzորը, այդ ռուսական կազմակերպությունը պետական, որը պետք է որակը նայի այն ապրանքներին, նաև սննդամթերքի, ովքեր մտնում են Ռուսաստանի տարածք, դրա փոխարեն քաղաքականությամբ է զբաղվում, քաղաքական որոշումներ է ընդունում, ու դուք գիտեք, իրանք փակեցին ռեալ մեր ապրանքների համար ռուսական շուկա։ Ռոսսելխոզնadzորը ասեց, այդ ձկան արտադրանքը եւ այլ, մենք այլ տեղերից կառնենք։ Ու նշեցին Իրանը Թուրքիան, շանտաժ է դա անում մեզ, ասում են, որ կախված չլինենք մենակ Հայաստանի, ասենք, իշխան ձկի արտադրությամբ հետ կապված, օրինակ եմ ասում, այս քաղաքականությունը շարունակում է Ռուսաստանը, շանտաժ, վախեցնել, սանկցիա կիրառել ու դրա մասին նաև կխոսենք։ Ուշքի է գալիս Ռուսաստանը։ Իրոք շոկի մեջ էին այն որոշումից, որը կատարեց հայ ժողովուրդը։ Ժողովրդի դեմ դուրս գալ տարբերակ չկա, հիմա շոկի մեջից կամաց դուրս են գալիս, իմ կարծիքով կշարունակեմ կոշտ քաղաքականությունը մեր նկատմամբ։ Ու անպայման այսօր ես ձեզ հետ կխոսեմ այն լուրերի, որոնք մեզ հասնում են վերահաշվարկման հետ կապված։ Վերահաշվարկ է գնում շատ ու շատ տեղամասերում, քանի որ բողոքներ կան ընտրությունների արդյունքների հետ կապված, վերահաշվարկ է գնում շատ ու շատ տեղերում ու առանձին ինֆորմացիան ջրի երես դուրս է գալիս, անպայման դրա մասին կխոսենք։ Անչափ կարևոր թեմա է դա։ Դա կապված է հենց լեգիտիմության հետ մեր ընտրությունների։ Հիմա Լյուքսեմբուրգը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին։ Լյուքսեմբուրգի արտգործ նախարարությունը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին Իրաքի վարչապետը։ Ինձ համար շատ կարևոր է, որ այս հաղթանակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի իր կուսակցության քաղ պայմանագրի շնորհավորական խոսքեր մենք լսում ենք ոչ միայն Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, նաև այլ երկրներից, այլ ռեգիոններից։ Ու Իրաքի վարչապետը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին։ Թուրքիայից պրո-քուրդական կուսակցությունը Թուրքիայի, որը ունի ֆրակցիա Թուրքիայի պարլամենտում, նաև շնորհավորեց, շատ լավ տեքստ էր, ես կարդացի, ուղղված դեպի ապագա, դեպի հայ-թուրքական կառուցողական համագործակցություն, դեպի սահմանի բացում եւ այլ։ Բայց գլխավորը պարզ է դա Դոնալդ Թրամփի շնորհավորական խոսքերը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Դոնալդ Թրամփը ասեց, որ ինքը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանի հաղթանակի կապակցությամբ եւ իր կուսակցությունը, եւ ինքը ասեց, միջև ընտրությունները ինքը աջակցում էր ու աջակցեց, որ Նիկոլ Փաշինյանը վեր ընտրվի։ Ինքը Դոնալդ Թրամփը ասում է, որ կասկած չունի, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
այս հրաշալի երկիր Հայաստանը մեծ հաջողությունների եւ բարգավաճմանը կհասնի։ Եվ այս արդյունքները ընտրությունների բացում են մեծ հնարավորություններ, որ Հայաստանը ուժեղանա, ամրապնդվի։ Անչափ կարևոր խոսքեր են Դոնալդ Տրամպի կողմից։ Ես ասեմ ձեզ, շատ է քննարկվում միջամտություն, ներքին գործերի մեջ եւ այլ եւ այլ։ Եվրոմիությունը, Կանադան, Միացյալ Նահանգների միջամտությունը դա շատ կառուցողական է։ Եվ Միացյալ Նահանգները, եւ Կանադան, եւ Եվրոմիությունը աջակցեցին Հայաստանին, որ ավելի էֆեկտիվ մենք պայքարենք հիբրիդային պատերազմների դեմ։ Դոնալդ Տրամպի հայտարարությունները միջև ընտրության օրը զսպեց Ռուսաստանի հնարավոր հիբրիդային պատերազմի կոշտ քայլերը մեր դեմ ուղղված։ Ուրեմն դրական, կառուցողական աջակցությունը մեզ նաև ընտրարշավի ժամանակ, ընտրական համակարգի ուժեղացման կոնտեքստում, դիմադրողական կոնտեքստում դրսի ազդեցությունից միայն կարելի է ողջունել։ Հատուկ դա ուզում եմ նշել։ Նաև մենք անպայման ձեզ հետ կուսումնասիրենք ԵԱՀԿ-ի եւ ԱՊ-ի երկրների դիտորդների այս նախնական զեկույցները։ ԱՊ-ի երկրների դիտորդները ընդհանրապես ճանաչեցին մեր ընտրությունները որպես լավ ընտրություններ ու ընտրության օրվա հետ կապված դրական խոսքեր ասեցին։ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության տեքստը ավելի բովանդակալից է, ավելի հետաքրքիր, այնտեղ կային նաև դիտողություններ ու դա շատ դրական է, քանի որ համակարգը ընտրական միշտ էլ պետք է լավացնես, բարելավես, բայց իրանք էլ նշեցին ԵԱՀԿ-ի դիտորդները, որ ընտրության օրը անցավ նորմալ, կազմակերպված էր լավ այս ընտրական process-ը։ Բայց նյուանսներ կան, խորությամբ պետք է ուսումնասիրել այս ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ուսումնասիրությունները, դիտորդական առաքելության եզրակացությունները։ Հիմա Ռուսաստանի հետ կապված։ Ուրեմն Ռուսաստանը ուղարկեց հետ Հայաստան վերադարձավ Սերգեյ Կապերկինը։ Ռուսաստանի դեսպանը Հայաստանում, ում հիշում եք կանչեցին Մոսկվա խորհրդակցությունների համար։ Դրանով Ռուսաստանը ցույց էր տալիս իր դժգոհությունը Հայաստանի քաղաքականությունից գնալ դեպի Եվրոմիություն ու դա օֆիցիալ ասված էր։ Հիմա արտգործնախարարությունը Ռուսաստանի ասում է մենք նորից վերադարձնում ենք մեր դեսպանին Երևան։ Ինչ է դա նշանակում մոտ ժամերս կնայենք, բայց իմ կարծիքով Ռուսաստանը շոկից դուրս է գալիս։ Անմիջապես ընտրություններից հետո, երբ որ ամսի 8-ի առավոտը պարզ դարձան նախնական արդյունքները ընտրությունների, պարզ է շոկի մեջ ընկան Ռուսաստանում։ Իրենք համոզված էին, որ իրանց ճնշումը, դեզինֆորմացիան, ֆեյքային պայքարը մեր հասարակության դեմ, սպառնալիքները, փակելը Ռուսաստանի շուկան մեր ապրանքների համար կբերի ծանր վիճակի մեջ մեր հասարակությունը ու մեր հասարակությունը կհանձնվի, կքվեարկի ռուսամետ ուժերի օգտին։ Բայց այդպես չստացվեց, նորից հաղթող դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը դեպի եվրոինտեգրացիայի գիծը Հայաստանում։ Պարզ է իրանք շոկի մեջ են։ Իրանք մտածում էին, որ իրանք ազդեցությունը Գազպրոմի միջոցով, չգիտեմ, այլ մեխանիզմների միջոցով, Ռոսսելխոզ նadzորների միջոցով մեծ է։ Պարզվեց, որ մեծ չի։ Պարզա ընկան շոկի մեջ ու չէին կարող բերան բացել այս 3 օրը։ Նոր 3 ու այսօր առավոտ սկսեցին խոսալ Ռուսաստանում։ Ես պետք է ասեմ, որ նույն պարոն Պեսկովը ինչ ասեց, որ երբ որ հարցրեցին պլանավորվում է հանդիպում Փաշինյան-Պուտին, ինքը ասեց, որ ոչ մի պայմանավորվածություն դեռ չկա, ինքը ասեց, որ մենք սպասում ենք վերջնական արդյունքները ընտրությունների Հայաստանում, դուք գիտեք, ես զգուշացրել եմ ձեզ, ամսի օրենքի համաձայն, ընտրական օրենսգրքի համաձայն, դա հունիսի 14-ն է։ Ինքը ասում է, մենք սպասում ենք հունիսի 14-ը, դրանից հետո կասենք ինչ կա չկա։ Միջդեռ գրեթե ամբողջ աշխարհը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին, քանի որ նախնական տվյալները, որոնք տված էին, հրապարակված էին
ամսի 8-ին հունիսին տալիս են հիմքեր բոլորին տվեցին, նաև Դոնալդ Տրամփին, որ շնորհավորի մեզ, նաև Էմանուել Մակրոնին, որ շնորհավորի Նիկոլ Փաշինյանին։ Բայց Ռուսաստանը պարզ է սպասելիքներ ունի այս բողոքների ալիքի հետ, որը կարող է բարձրացնի ընդդիմությունը ռուսամետ Հայաստանում։ Դու գիտեք, որ մի շարք քաղաքական ուժեր բողոքներ ներկայացրեցին ու մինչև ամսի 12-ը, մինչև վաղը վերահաշվարկ կգնա մի քանի տեղամասերում, բավական մեծ թվով, քանի որ 3 թե 4 կուսակցություններ պահանջեցին վերահաշվարկ։ Ես երեք ձեզ ասել եմ։ Ու դա նորմալ process է, վերահաշվարկի process-ը, վերահաշվարկի մասին մի քիչ ավելի ուշ կխոսեմ, ու հիմա Պեսկովը ասում է այդ վերահաշվարկը, որ արվում է, այդ բողոքները, որ ուսումնասիրվում են, այդ երկար գործ է, ուրեմն Փաշինյան-Պուտին հանդիպումը դեռ չի պլանավորվում։ Սերգեյ Լավրովը ավելի հստակ ասեց, որ ճնշումը Հայաստանի վրա կուժեղանա, ու ինքը խոսեց հապկի մասին։ Ինքը ասեց, քանի որ հապկում Հայաստանը 2 անգամ իր անդամավճարները 2 տարի իրար հետևից չի մուծել, հապկի կանոնադրության համաձայն սանկցիաներ կարող են կիրառվել Հայաստանի դեմ։ Քանի որ եթե կանոնադրությունը չի կատարում կանոնադրական դրույթները պետությունը, ուրեմն պետք է աշխատի կանոնադրության 20-րդ հոդվածը, 20-րդ հոդվածի համաձայն սանկցիաներ կիրառվում են։ Ինքը ասեց, մենք հիմա պետք է հապկում մտածենք, ինչ անենք։ Դա ինքը ասեց հապկի արտգործնախարարների նիստի ավարտից հետո, քանի որ հապկի արտգործնախարարի նիստներ, այդ նիստից հետո ինքը պրես-կոնֆերանսում այդ մտքերով կիսվեց, որ մենք պետք է մտածենք ինչ անենք, Հայաստանը չի մասնակցում աշխատանքների հապկի, բացի դրանից բյուջե չի մուծում գումարները, անդամավճարները չի մուծում 2 տարի իրար հետևից։ Ու պետք է ասեմ ձեզ, Լավրովը ասեց, որ կա հոդված 20-ը, իրոք այդպես, կա հոդված 20-րդը, որը նախատեսում է այս ձևի պետությունների նկատմամբ, ովքեր կանոնադրական քայլեր, կանոնադրության պահանջները չեն կատարում, ինչ պետք է արվի։ Ու այնտեղ 2 սանկցիոն փաթեթ կա։ Առաջի սանկցիոն փաթեթը նա է, որ պետությունը զրկվում է պաշտոններից, որոնք բաժանվում են հապկի շրջանակներում պետությունների միջև քվոտայով, զրկվում է դրանից, բացի դրանից պետությունը զրկվում է ձայնի իրավունքից, ձայնի իրավունքից տարբեր մարմիններում հապկի, օրինակ հապկում կա խորհուրդ, գլխավոր խորհուրդ, դա հապկի ղեկավարների խորհուրդն է, հապկում կա արտգործնախարարների խորհուրդ, պաշտպանության նախարարների խորհուրդ եւ այլ, այդ ինստիտուտներում հապկի դու զրկվում ես ձայնի իրավունքից, բայց այս կետով չես սպառնա, չես վախացնի Հայաստանը, քանի որ Հայաստանը սառեցնելով հապկում իր աշխատանքները հրաժարվեց այս բոլոր արտոնություններից։ Բայց երկրորդ կետը դա պետության անդամակցության կասեցումն է կամ հեռացումն է։ Դες պետությունը կարող է հեռացվի հապկից առանց իր ձայնը հաշվել առնելու։ Ես պետք է ասեմ ԵԱՏՄ-ում այս դեպի մեխանիզմ չկա, մեզ ԵԱՏՄ-ին չեն կարող առանց մեր ցանկությանը հեռացնել, բայց հապկում այդ մեխանիզմը կա, դա 20-րդ հոդվածն է։ 20-րդ հոդվածի համաձայն իրոք հապկի պետությունները կարող են նստել ու որոշում ընդունել հանել մեզ հապկի կազմից առանց մեր ձայնը հաշվի առնելու կամ կասեցնել մեր անդամակցությունը։ Հայաստանը կամավոր կասեցրեց իր անդամակցությունը հապկում, ուրեմն խոսքը գնում է Սերգեյ Լավրովի, եթե լսես, հենց Հայաստանը հանել հապկի կազմից։ Անկեղծ ձեզ ասեմ, ուրախ կլինեմ, որ Ռուսաստանը նախաձեռնողը լինի, մեր կառավարությունը սառեցրեց հապկում անդամակցությունը, միշտ մենք ողջունում ենք դա, նույնիսկ մեկ ասում ենք, դե դուրս եկեք, պրծեք հապկից,
քանի որ դա այնուամենայնիվ խոչընդոտ է մեր համագործակցության մեջ աշխարհի հետ, բայց ցանկացած դեպքում կառավարությունը իմ կարծիքով պահպանում էր այս հապկում անդամակցությունը ֆորմալ, պահպանում էր, որ մեր դեմ որոշումներ չլինեն։ Հիմա Սերգեյ Լավրովը ասում է, որ հոդված 20-ի համաձայն կարող է լինել Հայաստանի դեմ որոշումներ առանց Հայաստանի համաձայնության։ Ուրեմն այս վտանգը իրանք ուղղում են մեր ուղղությամբ։ Կառավարությունը պետք է մտածի, սпасել, որ իրանք հանեն մեզ կամ մենք դուրս գան։ Այստեղ այդպես միանշանակ դժվար է ասել, կառավարությունը պետք է մտածի դրա մասին։ Բայց Ռուսաստանը նորից կրկվում է, ուշքի եկավ ու շարունակում է ճնշումը մեր դեմ ուղղված։ ԵԱՏՄ-ի հետ կապված նորից Լավրովը կրկնեց, որ ԵԱՏՄ-ն չի կարող օգտագործել Հայաստանը, ԵԱՏՄ-ի ինստիտուտները բարիքներ ստանա, բյուջեն ավելացնի, միաժամանակ գնալով Եվրոմիություն։ Ու քանի որ ինքը ասում է Հայաստանում ընդունվեց օրենք գնալ դեպի Եվրոմիություն, ուրեմն խիստ է դրված հարցը, կտրուկ է դրված հարցը, Հայաստանը պետք է կողմորոշվի, ստեղ կամ մնում է ԵԱՏՄ-ն կամ դուրս է գալիս, մենք խիստ ենք դնում։ Մարիա Զախարովան կրկնեց այդ միտքը, որ Հայաստանը այդպես սպառողական մոտենում է ԵԱՏՄ-ին, կոպիտ ասած օգտագործում է ԵԱՏՄ-ն, ստանում է դրականը, բայց գնում է դեպի Եվրոմիություն, մենք չենք դա հանդուրժի, եւ մյուս կողմից ասեց, որ այս գործող իշխանությունները Հայաստանի սոսկալի պարակտում մտցրեցին հայ ժողովրդի մեջ, Հայաստանի հասարակության մեջ։ Ու երրորդը նորից ասեց, որ այդ ամեն ինչ անում է Բրյուսելը միտումնավոր վատացնում է հարաբերությունները Ռուսաստանի եւ Հայաստանի միջև, միջամտում էր Բրյուսելը Հայաստանի ներքին գործերի մեջ, ընտրական process-ի մեջ, ոչմ ծավալվեց։ Ինչ եմ ուզում ասել։ Այս երեք հայտարարությունները Պեսկովի, Լավրովի եւ Մարիա Զախարովայի ցույց են տալիս, որ Ռուսաստանը շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի կառավարության վրա, Հայաստանի պետականության դեմ քայլերը պլանավորում է անել, ուստեղ նոր իրավիճակում, երբ որ նոր լեգիտիմություն ստացալ Նիկոլ Փաշինյանը, քաղ պայմանագիրը, իրենք պետք է քայլերը հստակ անեն, մտածեն, ոնց արձագանքեն այս դեստրուկտիվ Ռուսաստանի քայլերին, քանի որ Նիկոլ Փաշինյանը մեսիջներ ուղարկում էր, որ ընտրություններից հետո ես պատրաստ եմ հանդիպել Ռուսաստանի հետ աշխատել, հանդիպել Պուտինի հետ, ու գոնե ես հիշում եմ այս ձևի ակնարկներ արված Նիկոլ Փաշինյանի կողմից, կառուցողական եւ այլ, բայց Ռուսաստանից մենք տեսանք արձագանքներ։ Ես մի փաստ ձեզ բերեմ կոնգրեսի հետ կապված։ Միացյալ Նահանգների կոնգրեսականները ներկայացուցիչների պալատը որոշում ընդունեց շատ կարևոր որոշում օրենք ընդունեցին Կովկասում Չինաստանի ազդեցության դեմ պայքարելու։ Այս ակտը, որը ընդունվեց, հենց նվիրված է նրան, որ Չինաստանի դերը մեր Կովկասում չավելանա։ Ու երբ որ տեքստը կարդում ես, դա կարծես թե չի վերաբերվում Հայաստանին, Ադրբեջանին, վերաբերվում է Վրաստանին։ Ու իրոք Վրաստանում Չինաստանը շատ ուժեղացավ, դուք գիտեք, այնտեղ խոշոր ծրագրեր է անում, ու Միացյալ Նահանգները, քանի որ Կովկասում մեծ ծրագրեր պլանավորում են անել, կոնգրեսը հատուկ օրենք ընդունեց, որի համաձայն Չինաստանի ազդեցության դեմ Կովկասում պայքար տարվի։ Ես ինչի օրինակը բերեցի, ես հաճախ լսում եմ ռուսամետ ուժերի մեջ, տարբեր ուժեր քաղաքական Հայաստանում ասում են, որ Միացյալ Նահանգները հետաքրքրություն չունեն Հարավային Կովկասում, ինչի է կապում Միացյալ Նահանգների հետ, Դոնալդ Տրամփի հետ այդ լուրջ ծրագրերի ապագան, մինչդեռ Միացյալ Նահանգները չունեն ստեղ շահեր։ Այս օրենքը, որը Վրաստանին կարծես թե վերաբերվում է, ցույց է տալի ինչքան կարևոր է Միացյալ Նահանգների դիրքորոշումը Միացյալ Նահանգների համար Հարավային Կովկասը, ու իրենք ցուցաբերում են դիրքորոշում նաև Վրաստանի նկատմամբ։
Քանի որ Դոնալդ Տրամպը Նիկոլ Փաշինյանի հետ, Իլհամ Ալիևի հետ ստորագրում է լրջագույն փաստաթղթեր, երկկողմ, բազմակողմ, երակողմ, անցած տարվա օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան պայմանավորվածությունները, այդտենց էլ ցույց են տալիս Դոնալդ Տրամպի ադմինիստրացիայի լրջագույն հետաքրքրությունը Կովկասով, Դոնալդ Տրամպը բացի դրանից քիչ է որ Նիկոլ Փաշինյանին հիմա շնորհավորեց, միջև ընտրությունների սկիզբը նաև իօքուտ Նիկոլ Փաշինյանի բարեր ասեց, բացի դրանից անընդհատ ուղարկում է մեսեջներ իօքուտ Ադրբեջանի համագործակցության Ամերիկայի հետ, մենք հասկացանք ինչքան կարևոր է հարավային Կովկասը, Հայաստան, Ադրբեջան հարաբերությունները ամերիկացիների համար, հիմա առանձին կոնգրեսը ընդունեց օրենք Վրաստանի հետ կապված, որ այնտեղ Չինաստանի ազդեցությունը չուժեղանա։ Ինչ եմ ուզում ասել։ Այո, Միացյալ Նահանգները հարավային Կովկասի հետ ունեն լրջագույն պլաններ, ու այդ պլանները, լրջագույն պլանները նաև Հայաստանի հետ են կապված, ուրեմն այս դեզինֆորմացիան, որը առանձին դեպքերում տարածվում է, չի համապատասխանում իրականության, որ իբր ամերիկացիք չունեն շահեր հարավային Կովկասում։ Հենց ունեն շահեր Հայաստանի միջոցով ստեղ աշխատել։ Հիմա մի քանի խոսք ուզում եմ ասել, տարբեր կուսակցություններ, տարբեր հայտարարություններ են անում ընտրությունների հետ կապված։ Ես այդ մասը շատ կարևոր եմ համարում, այն մասը, որը լեգիտիմության հիմքն են մեր ընտրարշավի, ընտրական պրոցեսի, ընտրությունների, որոնք անցել են։ Այո, մենք տեսնում ենք դիտորդները միջազգային բավական լավ արձագանք են տալիս մեր ընտրությունների նկատմամբ, տեսակ աշխարհը ընդունեց նախնական տվյալները մեր ընտրությունների, բայց պարզ է, որ շատ բան է կախված, ինչ կանի ուժեղ Հայաստան կուսակցությունը, այլ կուսակցությունները, որոնք մասնակցել են այդ process-ում։ Ու դա է պատճառը, որ ես շատ ուշադիր եմ նայում, ով ինչ ասել է։ Օրինակ, ապրելու երկիր կուսակցությունը, որը մասնակցել է ուժեղ Հայաստանի կոալիցիայի շրջանակներում այս ընտրություններին, չի համարում լեգիտիմ այն կառավարությունը, որը կձևավորվի այս ընտրությունների արդյունքում։ Բավական խիստ քննադատական խոսքեր ասեց նոր ուժ, որը գլխավորում է նախկին քաղաքապետ Երևանի Հայկ Մարությանը, իրանք էլ բավական խիստ քննադատականներ, գնահատականներ տվեցին այս ընտրությունների նկատմամբ, հաշվի առնելով այլ կուսակցությունների, ովքեր դուք հիշում եք, կամ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, կամ քննադատական խոսքեր են ասում, այս պատկերը բավական լավը չի, բայց ստեղ շատ կարևոր է ոնց է պահելու իրան կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ես տեսնում եմ, որ գնում է վերահաշվարկ, քանի որ միջև հունիսի 9-ի ժամը 11:00 ստացվեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովում 3 թե 4 ուժերից բողոքներ վերահաշվարկ անելու, շատ բան է կախված, ինչքան մաքուր կարվի այդ վերահաշվարկը։ Ու ես կոչ եմ անում կենտրոնական ընտրական հանձնաժողովին հստակ անցկացնել այդ վերահաշվարկը, քանի որ վերահաշվարկը եթե նորմալ անցկացվի, լեգիտիմությունը ընտրությունների կասկածի տակ չի դրվի։ Այո, սխալներ գտնվում են, օրինակ Լուսավոր Հայաստանի ղեկավարը Էդմոն Մարուկյանը ասում է, որ նվազագույնը 200 իրանց ձայներ գտնվեցին։ Հա, իրանք քիչ հավաքեցին ձայներ, իրանք շանս չունեն անցնելու այդ 4% շեմը, բայց այդքան սխալներ կային։ Կամ Իվետա Տոնոյանը ներկայացուցիչը Բարգավաճ Հայաստանի, ինքը ասեց երեկ, որ 140 ձայն վերականգնվեց Բարգավաճ Հայաստանի, դա ասումը նշանակում է, որ մենք անցել ենք 4%-ը, շեմը անցել ենք։ Նաև մի բողոք էր կենտրոնական ընտրական հանձնաժողով, պարզվեց այդ բողոքը կար, միջև հունիսի 9 ժամը 11:00, այդ բողոքը կապված էր ոչ թե վերահաշվարման հետ, վերահաշվել, ստուգել թվերը, կապված էր նրա հետ, որ մի տեղամասում, մի ընտրական տեղամասում պահանջվում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ այնտեղ պարզվեց, որ համար 8
ուժը, որը գնում է համար 8-ի տակով դա AЖB-ներ, որ պարզվեց, որ իրանց բյուլետենները չկային։ Կորել էին, չգիտեմ, ով ատար է, ինչ ա եղել, տեխնիկական էր, դա միտումնավոր է, դա այլ հարց է։ Ուրեմն այս ձևի երևույթներ, սխալներ, տեխնիկական սխալներ համոզված են, որ կային, չգիտեմ, միտումնավոր կար, թե չկար, բայց նույնիսկ տեխնիկական սխալներ պետք է շտկվեն ու վերահաշվարկ արվի միանշանակ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ելույթը ես լսել եմ, ինքը ասեց Երևանի դեպքում գրեթե բոլոր տեղամասերում վերահաշվարկը արվում է, գրեթե բոլոր տեղերում բողոքների համաձայն, բայց ինչ եմ ուզում ասել, անպայման այս process-ը մաքուր սկզբունքորեն պետք է անցկացվի։ Այդ process-ը ավարտվում է վաղը ժամը 2-ին, վաղը հունիսի 12-ին ու ամսի 14-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ներկայացնի մեզ վերջնական տվյալները այս ընտրարշավի։ Այո, դրանից հետո ուժերը քաղաքական կարող են շարունակել բողոքարկել սահմանարական դատարան, օրենքի համաձայն, սահմանադրության համաձայն, բայց այդ մյուս փուլն է բողոքների։ Այս փուլը վերահաշվարկելու եւ չեղյալ համարելու մի տեղամասում արդյունքները ընտրությունների անպայման պետք է անցկացվի սկզբունքորեն ուշադիր, քանի որ լեգիտիմությունը, ներսի լեգիտիմությունը ընտրությունների անչափ կարևոր է գործող կառավարության համար, նոր գործող կառավարության համար։ Վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը, իր կուսակցությունը հաղթող է, դուրս եկե, բայց անչափ կարևոր է, որ լեգիտիմության աստիճանը բարձր կլինի։ Նայենք վերջնական ինչ է ասելու ուժեղ Հայաստանը, ինչու մենք սպասում ենք ուժեղ Հայաստանի արձագանքը, քանի որ իրանք երկրորդ տեղ նվաճեցին, գրավեցին այս ընտրարշավի ժամանակ ու փաստորեն ընդդիմադիր դաշտից ամենամեծ հավաքած ձայներն են, ինչ են իրանք ասելու, հիմա պետք է մենք բոլորը սպասում ենք, բայց նորից կրկնում եմ, վերահաշվառման process-ը պետք է գնա շատ սկզբունքային ու շադիր։ Ու վերջին միտքը, ես լսում եմ տարբեր կարծիքներ, հարգում եմ տարբեր կարծիքներ ու մի փորձագետներից մեկը ասեց, նայեք, վերջի ընտրությունների ժամանակ Երևանի խորհրդի հետ կապված քաղաքապայմանագիրը հավաքեց 75,000 ձայն։ Հիմա քաղաքապայմանագիրը Երևանում հավաքեց 200,000 ձայն։ Ու ասում է, տեսակ, որ այդ թվերը չեն կարող համապատասխան լինեն իրականության, քանի որ Երևանի խորհրդի ընտրությունների ժամանակ 2 տարի առաջ հավաքեցին 75,000 ձայն, հիմա Երևանում այս ազգային ժողովի ընտրությունները, եթե ուսումնասիրես Երևանի քվեարկությունը, հավաքեցին 200,000-ից ավել, ուրեմն դա չի համապատասխանում իրականության։ Ես պետք է ասեմ, որ գիտեք, ես խնդրում եմ միջև հայտարարություններ խորը ուսումնասիրեք։ Ուրեմն Երևանի ընտրությունների ժամանակ 30% մասնակից չկար։ Երևանի ընտրությունների ժամանակ, Երևանի խորհրդի ընտրությունների ժամանակ, որից հետո Աբինյանը դարձավ քաղաքապետ, խորհրդի ներսում ընտրվեց։ Այդ ընտրությունների ժամանակ 30% չկար մասնակից ընտրողների։ Այս ընտրությունները ազգային ժողովի 60, գրեթե 60%-ներ մասնակցություն, երկու անգամից ավել մասնակից էր ու շատ տրամաբանական է, եթե այն ժամանակ 75,000 քվեարկեց ի օգուտ քաղաքապայմանագրի, որ երկու անգամ ավելի շատ մասնակցած քաղաքացիներից այդ թիվը լիներ 150,000 կամ 200,000։ Ուրեմն, երբ որ վերլուծություն անում եք, մի քիչ մտածեք, հետո ասեք, էլի։ Շատ հասարակ է, չէ՞։ Եթե մասնակցել է այս անգամ 60%-ը, այն ժամանակ 30%-ը, ուրեմն մոտավորապես 2.5 անգամ ավել պետք է քաղաքապայմանագիրը հավաքել, քանի որ քանակը 2.5 անգամ կամ 2 ինչքան անգամ ավելացել է, ուրեմն 75%-ը դառնում է 150,000, 200,000, հենց այդ ինչ ստացավ քաղաքապայմանագիրը, ուրեմն ստեղ ոչ մի կասկած չկա, որ ինչ որ ֆալսիֆիկացիաներ օգտագործվեցին։
Միտքս ինչու՞մ է կայանում այս վերահաշվարկը ստուգումը արդյունքների պետք է նորմալ մթնոլորտում անցնի, ամեն ինչ պետք է ստուգվի, սխալները շտկվեն ու դա էլ ավելի կուժեղացնի լեգիտիմությունը այն process-ի, որը մենք տեսանք վերջի մեկ ամսվա մեջ, երբ որ եւ ընտրությունները անցան հունիսի 7-ին օրենքի սահմաններում եւ ընտրարշավը անցավ մրցակցային մթնոլորտում եւ խաղաղ մթնոլորտում այո թեժ էին բանավիճերը առանձին դեպքում կողմերը անցնում էին սահմանները, բայց պետք է ճիշտ ասենք խաղաղ մթնոլորտում անցան ընտրությունները։ Ես ավարտեցի իմ ելույթը, միջ նոր հանդիպումներ։